Երկար ելույթ է ունեցել հանրապետական երկիստում և նաև անդրադարձել է քաղաքացիական պայմանագրին իշխանությունից հեռացնելու օրակարգին և նշել է, որ պետք է համախմբին դիմադիրներ գլխավոր օրակարգ հանրապետականի շարունակում է մնալ, ինչպես ինքն է ձևակերպում կապիտուլյանտներին իշխանությունից հեռացնելը։ Մտահոգված է իշխանությունը, որ նախընտրական քայլում կհաջողվի ամեն դեպքում ԿՊ-ին իշխանությունից հեռացնել իշխանափոխության կամ բազմաթիվ ձախողումների մասին է խոսում, որ արձանագրել է իշխանությունը այս տարիներին սկսած Արցախից, ավարտած նաև մեր քաղաքական օրակարգերով, ինչու պետք է չհաջողվի։ Հարցը ո՞րն է, ինչու չպիտի չհաջողվի իշխանությունը փոխել մինչև ընտրությունները, դա է հարցը։ Ինչու պետք է չհաջողվի նրանց հեռացնել իշխանությանը, եթե բազմաթիվ հաստարկներ կան իրենց կողմից ներկայացված, որտեղ ձախողել եք այս 7 տարի։ Հարգելի գործընկերներ, ընդհանրապես ժողովրդավարական երկրներում նման հարցերի պատասխանը տալիս է ժողովուրդը ընտրությունների ժամանակ։ Եթե ընտրությունների 2026 թվականին կլինեն ընտրություններին, ժողովուրդը կտա ձեր հարցի պատասխանը։ Դուք կարծում եք մինչ այդ ժողովրդին չի հաջողվի համախմբել ընդդիմադիր դաշտին ձեզ հեռացնելու օրակարգի շուրջ։ Ոչ, իհարկե չի հաջողվի, որովհետև ժողովուրդը մեղմ ասած լավ կարծիք չունի ձեր նշած անձի մասին, օրինակ։ Դուք ո՞նց եք այդպիսի պնդում անում։ Եվ կրկին այդ հարցի պատասխանները 2026 թվականին կստանանք։ Հանրապետականները երեք հայտարարում էին, որ Արցախի Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը պետք է շարունակի մնալ իշխանության հետ քաղաքական օրակարգում։ Արդյոք սրանով իրենք նաև չեն լեգիտիմացնում Ադրբեջանից հնչող գրակոչները ու նույն մեղադրանքները, որ Ադրբեջանը ուղղում է Հայաստանին։ Ադրբեջանից հնչող գրակոչները ոչ մի լեգիտիմացման շանս չունեն ընդհանրապես, որովհետև ուժի գործադրումը ընդհանրապես ընդունելի բան չէ որևէ հանգամանքում։ Իսկ այս մասով այս բանակայինս ընթացքում, որ Հայաստան գնում է խաղաղության, իրենք հայտարարում են, որ էջը փակված չէ, պետք է շարունակել բանակցային օրակարգը պահել։ Դա ինչ ազդեցություն։ Ես այլ կոնտեքստում ասեմ, ընդհանրապես մեր ընդդիմությունը եւ առաջին հերթին նախկին այսպես կոչված նախագահների կողմից ղեկավարվող ընդդիմությունը ամեն ինչ արել է եւ շարունակում է անել ընդդեմ Հայաստանի իշխանության, Հայաստանի անվտանգության, Հայաստանի ժողովրդավարության։ Պարոն Ռուբինյան, Սերժ Սարգսյանը պատկերավոր համեմատություն արեց, ասաց, որ ժողովուրդը նախիրի մեջի էշի ճակատն է պատճել, ինչպես կարող եք արձագանքել։ Դե իհարկե գայթակղությունը մեծ է էշի հետ կապված այլ պատկերավոր համեմատություններ անելու, մասնավորապես երբ որ մարդիկ անիմաստ խոսում են, ժողովուրդը դա գիտեք ոնց է անվանում, բայց ես չեմ իջնի այդ դաշտ, իսկ ընդհանրապես կներեք էլի, բայց ես Սերժ Սարգսյանին պատասխանեմ 2018 թվականի ապրիլի 13-ին Սերժ Սարգսյանին ցիտելով, Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի։ Բայց հիմա էլ ասում 2018-ին իշխանազատում է եղել։ Դե հետևաբար ժողովրդի ասած այն էշեշ խոսալու պահն է։ Իշխանազատում։ Ինչ կա։ Հարգելի գործընկերներ, եկեք մի հատ փաստերը դնենք իրար կողքերի։ 2023 թվականին Սերժ Սարգսյանը ասում է, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է, ես սխալվեցի։ Տալիս է հրաժարական։ Հետո հանրապետական խմբակցության անդամները, դաշնակցության խմբակցության անդամները, այդ թվում քվեարկում են Նիկոլ Փաշինյանին որպես վարչապետ։ Հիմա եթե իշխանազավթում եղել է, նշանակում է Սերժ Սարգսյանը մասնակցել է այդ իշխանազավթմանը։ Բայց ներողություն, ես դրան էլ կանադառնամ։ Եթե դրսերից այլ ուժեր են արել, ուրեմն ինքը ավելին Սերժ Սարգսյանի հանրապետական կուսակցությունը մասնակցել են դրսից իրականացված հեղաշրջման է ստացվում։ Չէ, ասում է իրենց է պարտվել։ Հարգելի գործընկերներ, կրկին հարց են տալիս, այսինքն ինքը կապիտուլյանտ անձնավորություն է, որ ինքը թույլ է տվել, որ երկրի դրսից հեղաշրջում իրագործվի, այդ դեպքում ուրեմն ինքը ընդհանրապես քաղաքականության գործում։ Իսկ իրականությունը հետևյալն է. ոչ Սերժ Սարգսյանը, ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ իրենց կողքը ֆրֆռացող տարատեսակ դեմքեր, այդպես էլ չհասկացան, որ ժողովուրդը չի կարող մի խմբակից իշխանազավթում իրականացնել, որովհետև ժողովուրդն է իշխանության տերը։ Այդ իրենց խմբակն է 20 տարի շարունակ իշխանազավթում իրականացրել ամեն անգամ ընտրություն կեղծելով
եւ մնացած բոլոր հանգամանքներով ժողովուրդը չի կարող իրականացնել իշխանազավթում։ Եթե իրենք նկատի ունեն, որ իշխանությունը իծնե պատկանում է աստվածային պարտքեր Սերժ Սարգսյանի եւ ժողովուրդը հանդգնեց զավթել այդ աստվածային շնորհ իշխանությունը Սերժ Սարգսյանից, այդ դեպքում գուցե տրամաբանություն կայի ասած իրենց ասացի մեջ, բայց ուրեմն թող իրենց հայտարարեն մոնարխիզմ, հայտարարեն, որ Սերժ Սարգսյանը պետք է լինի Հայաստանի մոնարխը եւ եւ ժողովուրդը հանդգնաբար զավթեց իշխանությունից դա։ Այսինքն Սերժ Սարգսյանը ճիշտ էր, որ ասում էր ձեր համբուրած էշին մեր դռանը մի կապեք, պատասխանատու եք նրա համար ում ճակատը համբուրել եք։ Բացարձակ չհասկացա ձեր հարցը ընդհանրապես ինչի մասն էր ձեր հերթական անիմաստ հարցերից։ Կներեք, բայց ինչի է գնահատական տալիս նրա։ Դա ժողովրդավարական արժեքներից է բխում։ Միանշանակ։ Լրագրողին թիրախավորել։ Ես չեմ թիրախավորում, ես գնահատում եմ հարցը։ Այո, եւ լավ եմ անում։ Այլ հարց է։ Մենք ձեր խոսացածն ենք։ Բայց դուք մեր խոսացածը գնահատում եք։ Ով ասել։ Ես եմ Որտեղ ցույց տվեք։ Շատ տարբեր տեղ է։ Ցույց տվեք։ Լավ, ես հիմա չեմ ուզում։ Տեսնում եք, օդի մեջ բաներ ասելով պարոն Ռուբինյան։ Սերժ Սարգսյանն ասում է 7 տարի անց այդ տխրահարճակ իրադարձությունների փողոցում ամեն երկրորդ անցորդը անիծումը հայտնի է այս կապիտալիզացիաների։ Եվ կրկին ես կարիք ունեմ սրան պատասխանելու 2026 թվականին կլինեն հերթական ազգային ժողովի ընտրությունները եւ իր խմբակը եւ իրենց խմբակները իրենց դիրքորոշումը կայացնեն, մենք մեր դիրքորոշումը կայացնենք, ժողովուրդը կգնահատի ով էր կապիտուլյանտը, ով ում էշին էր պաչել, ով էր էշը, ով էր ավանը։ Պարոն Ռուբինյան, թիմ ընտրությունները, վերջին արդյունքները թիմ Գյումրի եւ Քարաքյարում, ամեն դեպքում ձեզ մտահոգում է, որ երբ 26-ին, որքան էլ իշխանությունը վստահեցնում է, որ կրկին մեծամասնություն են կազմելու, ամեն դեպքում այս թիմ ընտրությունների արդյունքները ձեզ մտահոգում են, որ 26-ին կարող եք եւ պարտություն կրեք մեծամասնություն չլինեք նորից։ Թիմ ընտրությունների վերաբերյալ պետք է եւս մի քանի փաստ վերհիշենք, նախ ի տարբերություն Գյումրիի նախորդ ընտրությունների քաղաքացիական պայմանագիրը եւ հիշեցնում եմ նախորդ ընտրությունները տեղի էին ունեցել 2021 թվականին ազգային ժողովի ընտրություններից մի քանի ամիս անց եւ այդ 21 թվականի ընտրություններին քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 20 քանի տոկոս էր հավաքել եւ զբաղեցրել երկրորդ տեղը 25 թվականին, այսինքն վերջին ընտրություններին քաղաքացիական պայմանագիրը առաջին տեղում է իր հավաքած տոկոսներով եւ հավաքել է 36%։ Այնուամենայնիվ, կանխագուշակելով ձեր հարցը, ոչ առաջին դեպքում, ոչ երկրորդ դեպքում մեծամասնություն վերցնել չի ստացվել քաղաքացիական պայմանագրին Գյումրիում եւ դա մենք ընդունում ենք իգիտություն, ինչպես իգիտություն, բայց ինչպես եւ իգիտություն ենք ընդունում ցանկացած ընտրության արդյունք իր դրական եւ բացասական կողմերով 26 թվականին մենք կրկին փորձելու ենք անել հնարավորը որպեսզի ստանանք հանրության մեծամասնության աջակցությունը։ Պարոն Ռուբինյան, ներողություն, Շոյ ջան, հարց եմ տալիս։ Ավականու արդեն անդամները ընտրելու են քաղաքապետ, կա որոշում։ Ի վերջո առաջադրվելու է քաղաքացիական պայմանագրի թեկնածուն, նիստին մասնակցելու է ձեր ֆրակցիան այնտեղի։ Ես կարծում եմ մեր խմբակցությունը հայտարարություն կանի որոշման վերաբերյալ։ Դուք նկատում եք Գյումրու ավականու։ Պարոն Ռուբինյան, ներողություն, գնեք, եթե կարելի է մեկ հարցել մենք տանք։ Պարոն Ռուբինյան, դուք ասում եք, որ 26 թվականին մասնակցելու եք ընտրություններին, բայց նախորդ ընտրություններին իշխող ուժը մասնակցեց անվտանգության թեզով, որ անվտանգություն կբերի խաղաղություն կբերի, դա հաջողվել է ձեզ մոտ թե ոչ եւ այս անգամ ինչպես եք, ինչ թեզով եք մասնակցելու, որովհետեւ ըստ էության գուցե համաձայնում եք, որ խաղաղություն չեք կարողացել դեռ լիարժեք բերել։ Դե ինքներդ լավ է որ վերջում նշեցիք լիարժեք բառը, որովհետեւ ամեն դեպքում պետք է ֆիքսել, որ վերջին տարին իհարկե որոշ բացառություններով, բայց ամենա խաղաղ տարիներից մեկն է եղել առնվազն գետնի վրա։ Իհարկե եղել են վերջին օրերին տեսել եք եղել են որոշ իրադարձություններ, բայց ընդհանուր առմամբ կարելի ասել ամենահանգիստ տարիներից մեկն է եղել։ Նաև որոշակի առաջընթաց է գրանցվել խաղաղության գործընթացում, համաձայնեցվել է խաղաղության համաձայնագրի տեքստը եւ անում ենք ամեն ինչ, որպեսզի օր առաջ այն ստորագրվի։ Ինչն է լինելու ընտրություններում մեր թեզը բնականաբար միայն մի թեզ չէ, որ լինելու է կյանքի տարբեր ոլորտներին է վերաբերվելու, բայց մենք շարունակելու ենք իրական Հայաստանի գաղափարախոսության շրջանակներում շարժվել առաջ եւ առաջարկել
մեր քաղաքացիներին այն լուծումները, որոնք մենք տեսնում ենք։ Շուշի դեօկուպացիայից անգամ լինելու է, պարոն Ռուբինյան։ Խոստումներին Փաշինյանի անվստահություն կա հասարակության մոտ, գնահատում եմ, որ Փաշինյանի որևէ խոստում կյանքի չի կոչվել։ Գործիքներ, դա ձեր գնահատականն է։ Ես նույնքան հիշում եմ, ոնց էր 2021 թվականից, ոնց էին ձեզնից բոլորը նորից նույն հարցերը տալիս, պնդում, որ քաղաքացիական պայմանագիրը եւ վարչապետը չգիտեմ, չունեն վստահություն, այնտեղ որ գելապ կար մի հատ ասում էր Ռոբերտ Քոչյանն է հաղթելու, բայց 2021 թվականի ընտրությունները ցույց տվեցին ժողովրդը ինչ է իրոք մտածում, 2026 թվականին նույնպես ընտրությունները ցույց կտան, ձեր բոլոր հարցերին իմ պատասխանը հետևյալն է, 2026 թվականին ժողովրդը ցույց կտա, թե ինչ է մտածում, ինչ է ուզում։ Ծրագրում Շուշի դեօկուպացիա լինելու է, պարոն Ռուբինյան։ Հարց ենք տալիս էլ, իմը լսեք։ Քաղաքական պատգամավորները կան, մեկ օր այս դրախոսների քանի տակ չնեն։ Տեսենք այդ խաղաղությունը իրենց ձեռք է տալիս ուրեկան է։ Ես այդ հարցը չլսեցի ուղղակի։ Իրենք ասում են, որ քաղաքական պատգամավորները կան այս դրախոսների տակ ապրեն, տեսնեն այդ խաղաղության մեջ կարող են ապրել։ Հարցը ձեր չլսեցի։ Կգնաք խնացախում մի գիշեր ապրելու, պարոն Ռուբինյան։ Մեր պատգամավորները ընդհանրապես երբեք էլ ոչ մի խնդրեմ չեն ունեցել որևէ տեղ գնալու, ժողովրդի հետ շփվելու, եւ ես վստահ եմ, որ մեր սյունեցի պատգամավորները դա անում են պատիվ։ Պարոն Ռուբինյան, 26 թվականի ընտրություններին Շուշիի հադրութի դեօկուպացիա լինելու է ձեր նախընտրական ծրագրը։ Ինչու՞։ Սերժ Սարգսյանը խոսել է նաև մասին, ասել որ դա մոլորեցնող է եւ միակողմանի, խոսել է նաև հանրության գործընթացի մասին, հնարավորություն է դա վերադարձնել Դժվար է մեկնաբանել անիմաստ հայտարարությունները, ասեմ հետևյալը, ես բոլորին ուզում եմ հիշեցնել, որ 2023 թվականի, եթե չեմ սխալվում, օգոստոսն էր կամ սեպտեմբերի սկիզբն էր, Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչյանի ուղիղ հովանավորության տակ գտնվող ուժերը եւ Դաշնակցության Լեռնային Ղարաբաղում իրականացրեցին իշխանափոխություն։ Արայք Հարությունյանը հրաժարական տվեց, իրենց ուժերը ընտրեցին պարոն Շահրամանյանին։ Այդ նույն օրերին, այսօրվա պես ես հիշում եմ, Ազատության հրապարակում անցկացնում էին հանրահավաք, որտեղ լրագրողները, եթե չեմ սխալվում, նույնիսկ Նարեկներ կարողա, բայց վստահ չեմ, կամ Փայլակներ, մոտեցան Ռոբերտ Քոչյանին եւ Սերժ Սարգսյանին, հարցրեցին, ինչպես է գնահատում իրադարձությունները Ստեփանակերտում, ասեցին շատ լավ, ուրախ ենք, հույս ունենք, որ նույնը տեղի կունենա Հայաստանում։ Դրանից օրեր անց կամ շաբաթներ անց Լեռնային Ղարաբաղը հայաթափվեց։ Այս մարդկանց եւ Ռոբերտ Քոչյանի եւ Սերժ Սարգսյանի ամբողջ քաղաքական հետագիծը սկսած 1998 թվականից նվիրված է հետեւյալ ֆորմուլային։ Այդ ֆորմուլան կայանում է հետեւյալում. դրոշակ դարձնել Լեռնային Ղարաբաղը, դա օգտագործել Հայաստանում իշխանություն զավթելու համար, իդեպ, երբ որ ասում են իշխանազավթումը կիրառելի է միայն Ռոբերտ Քոչյանի եւ Սերժ Սարգսյանի բոլոր տարիներին, որովհետեւ այդ մարդիկ մեկ անգամ իրենց կյանքում ընտրություն հաղթած չկան։ Զավթել իշխանություն, հենց այդ հարցը կտա կպատասխան։ Զավթել իշխանությունը այդ պատրվակով, կեղեքել, հարստահարել, թալանել Հայաստանի ժողովրդին ու այս է իրենց կյանքը, իրանք ուրիշ քաղաքականություն չունեն, իրանք թքած ունեն թե Հայաստանի ինքնիշխանության վրա, թե ժողովրդավարության վրա, եթե հարցնեք որտեղից էին պնդումը, որովհետև Սերժ Սարգսյանը մի մարդ է, որը 2018 թվականին ասում է Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի, 2025 թվականին ասում է իշխանազավթում է տեղի ունեցել։ Մի հարց էլ տամ, էլի, եթե ինքը ասում է, որ հայ ժողովուրդը սխալվեց, մեծ հաշվով դա էր ասում երևի Սերժ Սարգսյանը, չէ՞ որ մոլորեցրին հայ ժողովրդին։ Լավ, ենթադրենք, իր տրամաբանությամբ մոլորեցրին։ Հետևաբար ինչու է 2018 թվականին տեղի ունեցած իշխանազավթումը։ Ով է ումից զավթել իշխանությունը, ոնց ինչ մեխանիզմով, դու պատասխան։ Դագաղներով, սև ժապավեններով 37 թվի մեթոդներ եք բայց պատերազմներում էլ պարտված չկան։ Որ իշխանության ժամանակ ենք ավելի շատ կորուստներ ունեցել։ Սերժ Սարգսյանի, Քոչարյանի, թե ձեր իշխանության ժամանակ։ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչյանը իմ նկարագրած հետագծի բերումով մեծագույն դերակատարություն եւ մեղք ունեն Լեռնային Ղարաբաղի հայաթափման հարցում եւ դրա
վերջին արարը այն է, ինչ ես նկարագրեցի, երբ որ իրենք Լեռնային Ղարաբաղում իրականացրեցին իշխանափոխություն եւ դրանից շաբաթներ կամ օրեր անց Լեռնային Ղարաբաղը հայաթափվեց։ Եթե դա չլիներ, ձեզ կհաջողվեր Արցախի ժողովրդի իրավունքների եւ անվտանգ ապրելու հարցը Լեռնային Ղարաբաղում միջազգային մեխանիզմներով ապահովել։ Մենք ամեն ինչ անում ենք։ Չէ, բայց կստացվեր, պարոն։ Դուք հիմա հիպոթետիկ հարց եք տալիս, ես կարծում եմ ստացվի։ Նրանց տապալելու այդ process-ը։ Այո, ես մեղադրում եմ իրենց տապալելու մեջ դա եւ ես ասում եմ, որ մենք անում էինք ամեն ինչ, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կարողանար անվտանգ ապրել Լեռնային Ղարաբաղում, բայց հետո եղավ այն ինչ եղավ։ Բայց ձեր օրակարգի նշաձողը իջեցնելուց անցել էր ավելի քան 1 տարի, բայց դուք ոչ մի կերպ չէիք ասում, թե չէիք ամեն դեպքում բացահայտում մեխանիզմները ձեզ հաջողվել ձևավորել միջազգային։ Բազմիցս խոսել, բայց թողեք պատասխանեմ ձեր հարցին։ Ես լսում եմ ձեր հարցը եւ ասում եմ մենք բազմիցս ենք խոսել սրա մասին։ Մենք բազմիցս ենք խոսել, որ այն ժամանակ մեր քաղաքականությունը միտված էր նրան, որ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները ուղիղ բանակցեն Ադրբեջանի հետ, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության եւ իրավունքների շուրջ խոսվել է նրա մասին, այդ թվում արտգործնախարարության վերջին պատասխանի մեջ ձեր լրատվամիջոցի, եթե չեմ սխալվում, ի դեպ, որ կային նախաձեռնություններ այդ թվում հանդիպումների 3-րդ երկրներում, խոսվել է նաեւ այն մասին, թե ովքեր նախընտրեցին Եվլախը օրինակ ինտեգրացիայի օրակարգներ պարտադրում Բաքուն, ասում էր լուծարեք ամեն ինչ եւ եկեք ինտեգրացիայի, դա էր ձեր ներողություն, իսկ Սերժ Սարգսյան եւ Ռոբերտ Քոչարյանի կողմից Լեռնային Ղարաբաղում իշխանափոխության իրականացումից հետո այդ լուծարումը տեղի ունեցավ, թե տեղի չունեցավ։ Ներողություն, մի վարքա, թողեք ես պետք է ավարտեմ։ Լեռնային Ղարաբաղի լուծարման փաստաթուղթը մենք ենք ստորագրել, թե իրենց պրոտեժեները։ Ես ձեզ պատասխանում եմ այն, ինչ բխում է ձեր հարցից։ Այն օրակարգը, որ Հերթով բանավիճեք ինձ հետ, հերթով բանավիճեք ինձ, հերթով ինչու եք ասում են դա, չէ, պնդել են մի քանի անգամ։ Դե հիմա կարելի ոչ մի բան է։ Հարգելի գործընկերներ, մենք հիմա բան ենք, մանկապարտեզ ենք քննարկում։ Արդեն բան են ստորագրել, ինչ աշխատում արտոչի։ Բայց շոու մոդուլի եւ կարողանա հասկանալ այդ հրամանագի։ Ես հարցնում էի, դուք փոխեցիք Արցախի բանակցությունների ամբողջ տրամաբանությունը, այսինքն ապրիլի 2022-ի, երբ որ ասացիք, որ պետք է իջեցնել նշաձողը եւ խոսել իրավունքներից եւ Իսկ դուք նկատել եք, որ իսկ դուք ներողություն միջազգային լայն կոնսոլիդացիա, բայց ապահովվեց այդ կոնսոլիդացիան։ Ովքեր էին խոստանում այդ կոնսոլիդացիան։ Տեսեք։ Դուք իրավացիորեն նշում եք, որ մենք ասացինք, որ որպեսզի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը եւ իրավունքները ապահովվի, մենք պիտի իջեցնենք նշաձողը մեր տրամաբանության մեջ։ Հասկացա, թողեք որ պատասխանեմ։ Եվ մենք իջեցրեցինք, ինչպես դուք դա ասում եք։ Եվ այն ժամանակ էլի Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի խմբակը իշխանազավթների, նախկին իշխանազավթների եւ Լեռնային Ղարաբաղի գրեթե ամբողջ էլիտան, այսինքն մեծ մասը կուսակցությունների, նախկին նախագահները, այդ պահի նախագահները մեզ ասեցին, ասում էին, դավաճաններ, այսինչ եք անում, ոչ մի դեպքում անկախությունից պետք է շարունակենք խոսել Լեռնային Ղարաբաղի անկախության մասին, այնտեղ նաեւ Եթե չեմ սխալվում, ազգային ժողովն էր Լեռնային Ղարաբաղի հայտարարություն ընդունում, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ 7 շրջանները նույնպես Լեռնային Ղարաբաղի մաս են եւ այսպես շարունակ։ Մի խոսքով ստանդարտ դավաճան քպիականներ, մենք հայրենասեր ենք եւ այլն, ինչպես եք հանդգնում խոսել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության մասին եւ չխոսել անկախության մասին եւ այլն եւ այլն։ Հիմա 2025 թվական, ընդ որում ես ինչ որ ասում եմ իրենց դիրքորոշումը, ըստ էության իրենց դիրքորոշումը հետագայում դարձավ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների էլիտայի դիրքորոշում։ Եվ ընդհանուր մինչև 2023 թվականի էթնիկ զտումը իրենք այդ դիրքորոշման շրջանակներում էին եւ մեր այսպես ասած իջեցված նշաձողի տրամաբանությանը դեմ էին եւ մեր քաղաքականությանը դեմ էին։ Իրենք գնացին իրենց քաղաքականության թողեք ավարտել։ Արդյունքում հիմա դուք լսել եք մի հատ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ էլիտայի խոսի օրինակ անկախության մասին։ Իրենք խոսում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների մասին։
Հիմա ներողություն։ Այսինքն, երբ որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը այնտեղ էր եւ մենք առաջարկում էինք խոսել դրա մասին, իրենք մեզ ասում էին դավաճան եւ իրենք նախընտրեցին գնալ այլ ճանապարհով, կրկին Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի դրդմամբ։ Հիմա, երբ որ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում է իրականացվել, նոր եկել են մեր ասածին։ Ուշ ինչպես միշտ։ Իդեպ մի հատ էլ առիթ օգտագործելով մի բան էլ ասեմ, Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի իշխանազավթ խմբակների կողմից եւ նաեւ Լեռնային Ղարաբաղի նախկին իշխանությունների որոշ շրջանակների կողմից փորձ է արվում ցանկացած քննադատություն, որ իշխանությունը ուղղում է իրենց, կրկնում եմ իրենց, այսինքն Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի խմբակներին կամ Լեռնային Ղարաբաղի էլիտայի որոշ ներկայացուցիչներին, իրենք փորձում են դա վերագրել որպես խոսույթ ուղղված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ։ Ես ուզում եմ Լեռնային Ղարաբաղի մեր ժողովրդին, որոնք նույնն են ինչ ես, մենք նույն հայն ենք, իրենք մեր քույրերն ու եղբայրներն են, մեր ընտանիքի անդամներն են, ասել, որ կառավարությունը ոչ մի հակաղարաբաղյան սենտիմենտ չունի եւ թող հերու ուղարկեն իրենք այս ավանտյուրիստներին, որոնք փորձում են հակադրություն մտցնել Հայաստանի կառավարության եւ Լեռնային Ղարաբաղի։ Հիմա հերթով։ Մի րոպե շողիկ ճանաչած ես կա։ Մի վիճեք, մի թիրախավորեք իրար։ Պարոն Ռուբինյան, դուք որ ասում եք հակաղարաբաղյան որևէ բան չկա, բայց օրինակ Նիկոլ Փաշինյանին չէր ասում ազգային ժողովի անդորից, ասում էր բան միտինգի մատերիալներ, հա, արցախցիների մասին։ Ինչ է կա հենց հիմա խեղաթրում։ Ինքը ոչ թե ասում էր, որ արցախցիները միտինգի մատերիալն էին, այլ ասում էր Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը ու իրենց խմբակները փորձում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդին դարձնել միտինգի մատերիալ։ Համաձայն եք, դրանք տարբեր բաներ են։ Հենց արցախցիները պարոն դեր ասած եք կապված մի օրոք արցախահայկրացի ամբողջ այդ process-ը, բայց դուք կասեք օրինակ այդ ընթացքում միջազգային ինչ կոնսոլիդացիա ձեզ հաջողվեց ապահովել այդ օրակարգի շուրջ։ Ովքեր էին օրինակ երաշխավորում, որ արցախցիների իրավունքների եւ անվտանգության շուրջ կլինի կոնսոլիդացիա եւ աջակցություն։ Այդ դրա մասին եք դուք խոստանում, դա ինչ եղավ այդ օրակարգը։ Դուք ինձ ասում եք ինչ եղավ այդ օրակարգը, ես ասում եմ ինչ եղավ այդ օրակարգը։ Այդ օրակարգը ասեք մի հատ, լսեք էլ։ Այդ օրակարգը ավարտվեց հետեւյալով. Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը իրենց պրոտեժեների հետ միասին Լեռնային Ղարաբաղում իրականացրեցին իշխանափոխություն։ Մինչև այդ իշխանափոխությունից սպասեք, հեսա դրան էլ կանադառնա։ Իրականացրեցին իշխանափոխություն, այդ իշխանափոխություններից օրեր անց Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ էթնիկ զտում։ Պարոն Ռուբինյան, Նիկոլ Փաշինյանը ասում է, երբ որ ինքը 2019-ին ստանձնում էր բանակցային այդ հեղափոխությունից հետո ստանձնում էր այդ բանակցային փաթեթը, այդ դրանով արդեն նախանշվում էր Լեռնային Ղարաբաղում պետական կարգի լուծարումը։ Հիմա դուք ասում եք, ես իրեն եմ մեջբերում, հիմա դուք ասում եք ստորագրվեց հրամանագիր, այսինքն ի վերջո երբ է լուծարման ընթացքը երբ նախանշվեց, այսինքն լուծարման ընթացքը ինքը դա համարում էր այն բանակցային փաթեթը, որ ստացել է լուծարումը։ Լուծարման ընթացքը, եթե դուք խոսում եք վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթներից մեկի մասին, վերջերս, այդ տրամաբանությունը ցավոք դրված է եղել Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների ամենասկզբից, որովհետև ամբողջ միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղը ճանաչում էր Ադրբեջանի մաս։ Եթե դուք հարցնում եք ինչով ավարտվեց այդ ամբողջ պատմությունը ավարտվեց, երբ որ Լեռնային Ղարաբաղում իրականացրեցին իշխանափոխություն, դրանից օրեր անց Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ էթնիկ զտում, Սամվել Շահրամանյանն էլ ստորագրեց Լեռնային Ղարաբաղի լուծարման փաստաթուղթը։ Հիմա վերադառնանք ձեր հարցին։ Դեպքերի այդպիսի բան չի եղել։ Դեպքերի հաջողականությունը ես էլ ասում եմ լուծարման փաստաթուղթ իրեն ինչ անշակում չի հերքել, իրեն հարց են տվել, ինքը ասել նա չեն հերքում։ Ինքը ասել է, որ այո, ինքը ծանոթ է եղել այդ լուծարման փաստաթղթին եւ խմբագրման աշխատանքներ արվել են։ Նիկոլ Փաշինյանը ասել է խմբագրություն։ Սխալ եք ասում։ Սխալ չեմ ասում։ Սխալ եք ասում։ Դուք ասուլիս է Ես էլ ասում դուք սխալ եք ասում։ Ես սխալ չեմ ասում, ես եմ ասել, պարոն Ռոբինյան, ինքն ասել է, որ հետո կնայենք իրար։ Դրանից դեպքերի հաջողականությունները փաստաթղթի մասին, եթե չեմ սխալվում, այդ ժամերին տեղեկացել եմ, բայց Հայաստանի Հանրապետությունը փաստաթղթի
կազմը ԱՄՆ խմբագրմանը որևէ մասնակցություն չի ունեցել։ Պարոն Ռուբինյան, դեպքի հաջորդականությունը հիշեք, երբ Շահրամանյանի ներկայացում լուծարման փաստաթուղթն եք մեջ բերում, դրանից առաջ Նիկոլ Փաշինյանը գնաց Շարլ Միշելի հետ հանդիպման, ասաց Արցախը ճանաչում Ադրբեջանի մաս, ճիշտ է, այսինքն դա Նիկոլ Փաշինյանն է արել, ուրիշ ոչ ոք չի արել։ Ախր որ արել։ հարցերը տալիս եք, գոնե այդ հարցերը ճիշտ ձևակերպեք, որովհետև ես միշտ կարծել եմ, որ լրագրությունը ինքը տենց մոտավորապես գիտություն, հա, բայց մի ընդհատեք ինձ։ Լրագրությունը ինքը տենց մոտավորապես աշխատանք չի, էլի։ Իմ մայրն էլ է լրագրող եղել, իդեպ ես ամենայն հարգանքով եմ դա ասում, դուք նույն թերթում եք աշխատել իդեպ։ Տարբեր տարիներ։ Ինքը մոտավորապես բան չի, էլի։ Նախ Նիկոլ Փաշինյանը Շարլ Միշելին չի գնացել Պրահայում ասի, որ Արցախը Ադրբեջանի կազմում է։ Պրահայում ոչ թե ստորագրվել է, այլ ընդունվել է հայտարարություն, որը հրապարակել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Ըստ այդ հայտարարության Հայաստանը եւ Ադրբեջանը վերահաստատել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը 1991 թվականի Ալմատայի հռչակագրի հիման վրա։ Փաստերը չեն փոխվում դրանից։ Սպասեք։ Եվս բաց ստորադասական սարքեր բարձ նախադասություն դրանից ոչինչ չի փոխվում։ Լրագրությունը բացի նրանից, որ ինքը մոտավորապես մասնագիտություն չի, նաև լրագրությունը ենթադրում է, որ երբ որ լրագրողը հարց է տալիս, պիտի լսի պատասխանը, եթե էլի հարց ունի, եթե լսի պատասխանը, եթե բավարարված չլինի, տրեյնինգ չէ, բայց ես իմ մտքերն եմ արտահայտում, կարծում եմ իրավունք ունեմ։ Դա ոչ թե գիտելիք է, այլ պարզ երևի գիտակցություն, գուցե ֆայն, բայց հա, ինչ է ենթադրում նաև լրագրություն, որ հարց եք տալիս, լսեք մինչև վերջ, եթե չի բավարարի ճշտելու բան ունենաք, մի հատ է հարց կտակ, մի հատ է կպատասխանի։ Մեր ընդդիմադիրները, ընդ որում ընդդիմադիրները այս հարցում ոչ միայն երկրի ներսում, այլ դրսում, ասում են, որ 2022 թվականի Պրահայի հայտարարությամբ հնարավորությունից զրկվեց ռուս խաղաղապահ զորախումբը որևէ բան անելու Լեռնային Ղարաբաղում եւ հետեւաբար դրա պատճառով 2023 թվականին ոչինչ չարեց։ Ես ուզում եմ հիշեցնել, որ Պրահայի հայտարարությունը ընդունվել է 2022 թվականի հոկտեմբերին, իսկ Փարուխի, Խծաբերդի եւ այլ դեպքեր, իսկ հիշեցնում եմ ինչ դեպքեր են, երբ որ ադրբեջանական զինված ուժերը օրինակ գրավեցին Խծաբերդ գյուղը, վերցրեցին վերահսկողության տակ, մինչև այդ ՊՊ վերահսկողության տակ էր, դրանից հետո ադրբեջանական։ Նույնն էլ Փարուխը, դրանք տեղի էին ունեցել 2022 թվականի հոկտեմբերից առաջ, հետեւաբար ասել, որ ռուս զորախումբը, այո, ինչ որ հայտարարության պատճառով էր, որ չմիջամտեց, փաստագրված է, որ այդպես չէ, հաջորդը 2022 թվականի Պրահայի հայտարարությունից հետո, եթե չեմ սխալվում, 2023 թվականի սկզբներին էր, հունվարին կամ 22-ի վերջերին։ Ընդունվել է այլ եռակողմ հայտարարություն եւս Սոչիում։ Ժամկետը կարող սխալ ասեմ, բայց նոյեմբեր, 1 ամիս անց, որը ստորագրել են Հայաստանի վարչապետը, Ադրբեջանի նախագահը եւ Ռուսաստանի նախագահը, որում նշվում է, որ կողմերը վերահաստատեցին ռուս խաղաղապահ զորակազմի անհրաժեշտությունը եւ կարեւորությունը։ Հետեւաբար փաստարկը, որ Պրահայի հայտարարությամբ որևէ բան էր փոխվել Լեռնային Ղարաբաղի ռուս խաղաղապահների որևէ ֆունկցիայում, հա, հիշում եմ, որևէ ֆունկցիայում, հիշում եմ, որովհետև դուք հարցը տալիս եք Պրահայի հայտարարության մասին, ես ուրիշ տեղ չեմ տանում, դուք հարց տվեցիք, փորձելով ձեր հարցը կապել, հարցով կապել Պրահայի հայտարարությունը էթնիկ զտման հետ, ես էլ ձեզ ասում եմ, թե որն է կապը իրականում։ Բայց ինչ կարգավիճակով պետք է այդ դեպքում ապրեն արցախցիները։ Մի վարքան, ես հիմա այս հարցին կպատասխան, հաջորդն ձեր հարցին կպատասխանեմ։ Եվ հետևաբար Պրահայի հայտարարությունը որևէ կերպ որևէ բան չէր փոխել ոչ ռուս խաղաղապահ զորակազմի ֆունկցիաներում, ոչ կարգավիճակում, ոչնչում։ Էլ չեմ ասում, որ նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն ռուս խաղաղապահ զորակազմի գոյությունը եւ ներկայությունը Լեռնային Ղարաբաղում պայմանավորված չէր ոչ Լեռնային Ղարաբաղի այս կամ այն կարգավիճակով, ոչ Հայաստանի եւ Ադրբեջանի այս կամ այն դիրքորոշմամբ այս կամ այն հարցի շուրջ, այլ սևով սպիտակին գրված էր, որ 5 տարով է այնտեղ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը 6 ամիս առաջ չի ասում,
ոչ։ Վիճելի բան է։ Ձեր ասածը, որ Նիկոլ Փաշինյանը ասում է 86600 քառակուսի կիլոմետրը ճանաչում եմ Ադրբեջանի, ոչ մի բան իրենից չէր ներկայացնում այդ հայտարարությունը ձեր։ Լսում եք դուք։ Դուք ասում եք մեկ Ես ձեզ ասում եմ ձեր հարցի համատեքստը հետևյալն է։ Ձեր հարցի համատեքստը ասում է, որ քանի որ ընդ որում այդ ձեր հարցի համատեքստը չի միայն, էլի, մեր անդիմադիր խմբակների եւ նաեւ դրսից նրանց ինչ ասեմ, ձայնակցողների հետեւյալ թեզն եք դուք կրկնում, որ Փաշինյանը Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս Պրահայում, հետևաբար տեղի ունեցավ էթնիկ զտումը։ Այն փաստը, որ ռուս խաղաղապահ զորակազմը այնտեղ էր եւ ոչինչ չարեց չնայած պիտի աներ, ոչ մեկի չի հետաքրքրում։ Այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի իշխանություններին հորդորեցին, օրինակ, չգնալ Սոֆիա կամ Բրատիսլավա եւ գնալը եւ լավ դա ոչ մեկին չի հետաքրքրում։ Այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի էլիտան մեզ ասում էր դավաճաններ, այսինչ եք անում, բայց ի վերջո իրենց ներկայացուցիչը ստորագրեց Լեռնային Ղարաբաղի լուծարումը, դա ոչ մեկի չի հետաքրքրում։ Չի հետաքրքրում։ 10 օրվա իշխանությունը մեզ ռուս խաղաղապահներից չենք պահանջում։ Ես 10 օրվա իշխանությունը